Երջանկայի շատակ մեծ հայ Ալեքսան Մատևոսիվիչ Կիրակոսյանը, որը երկար տարիներ պետական ամենաբարձր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև մեր կառավարության առաջի փոխվարչապետ, զանգ տվեց ինձ 91 թիվն էր հավանաբար կամ 2, ասեց դե Արտաշ էր ասում բնականաբար Արտաշես չէր, ասեց Արտաշ Համոսակիչը դուրս չի գալիս, Համոսակիչը Համոսայանն է, ասի Մատվեյ ջան, ինչ ա եղել, ասեց հիվանդանոցում լեչկամիսայում ոչ ուզում է մարդ տեսնի, ոչ ուզում է համարից դուրս գա, Համոսակիչն էլ իմ նկատմամբ որոշակի թուլություն ուներ, որովհետև իր ավագ որդին Նայիրիկը Երևանի այն ժամանակվա Թասիբով լավ տղեկից էր, Կասանի վրա էին ապրում, Նայիրիկն էլ լավ էր վերաբերվում ինձ, տարիքով ինձնից մեծ էր, մի խոսքով Համոսակիչը շատ ջերմ էր տրամադրված, ասեց մի բան մտածի, արի գնանք հանենք հիվանդանոցային պալատից, պարկած էր հենց ստեղ Լեչկամիսայում 3-րդ հարկ, գնացինք Համոսակիչը դե Մատվեյիչի հետ շատ մտերիմ էին, ինչ կա Ալեքսան, ինչ կա այդ իր ասիրած խոսքներ, ասեց Արտաշը շատ անտրամադիր է, քո խորհրդի կարիքն ունի, ասեց Արտաշ ջան, ինչ ա եղել, ասի չգիտեմ Համոսակիչ, ինչ որ սիրտս նեղված է բանա, ասա տեսնենք, այսինքն ես իմ հոգսի մասին իրան ասեցի, նա առողջացավ ասեց թե, ասեցի դες հիվանդանոցային պայմաններում չի լինի, բա ինչ անենք, ասեց մի ոտքով շրջենք, գնացինք հրապարակ, ասեց ստեղ գնանք մի հատ բարեկամուհի ունեմ, տեսնենք, ասի գնանք, թուրը զանգ տվեցի, շատ գեղեցկադեմ, սև հագուստով, երիտասարդ կին բացեց, բարևեցինք, ինձ հավանաբար հեռուստատեսությամբ էր տեսել, Համոսակիչը որ տեսավ գրկախառնվեց Համոսակիչին ու այս աղջիկը արտասվեց, նա ասեց ես այնքան մեծ ապրումների մեջ էի, որ իմացա հիվանդանոց եք դուք ընկել Համոսակիչ եւ հիմա էլ չեմ կարող հանգիստ անտարբեր այդ ամենը վերապրեմ, ասեց ես սուրճ կպատրաստեմ, ինչ եք կարծում, Համոսակիչը ինձ ինչ ասեր լավ, ասում Արտաշ ջան, ուրեմն ինքը իր սիրած տղային ա կորցրել վթարից, հիմա ուզում է իր դարդը իմ հիվանդության վրա ծախի, ոչինչ, ներենք, ասեց, ներենք հասկացա, եկավ Համոսակիչը մինչև վերջ այնքան ուշադիր, այնքան ոնց ասեմ ձեզ ջերմ ու հարգանքով էր, այդ կինը վերջում ուրեմն բան եղավ, արդեն ինքն էլ ոնց որ սրտից քար ընկավ, որտեղ իմաստուն մարդ էր, դուրս եկանք ասի Համոսակիչ, թույլ կտակ, ես գոնե մի անգամ այս ամենի մասին գրեմ էլի, ասես տուր Արտաշ ջան, վատ բան ես չեմ տեսնում, ինձ իրավունք վերապահեցի իր թույլտվությունը ստանալուց հետո, ուրեմն ուռարտ ու շաբաթաթերթ կար, գրեցի այդ Համոսակիչը չկար, արդեն ավաղ, Համոսակիչի ընտանիքի անդամների զանգ տվեցին եւ ինչ եք կարծում, շնորհակալություն հայտնեցին, բացարձակապես չնեղանալու, որտեվ մի քիչ սպეციფიկ հարց է, ինչի ես այս պատմությունը պատմեցի, տեսեք ինչքան մեծ անհատականություն էր Համոսայանը, որ ինքը շատ լուրջ հիվանդ լինելու պայմաններում, հասկանալով, որ իրեն խաբում են, բայց խաբողը իրեն համար ինչ որտեղ մտերիմ անձնավորություն է, բայց խաբողն էլ խաբում է, որովհետև հարկադրված է այդպես ասել, որ չնեղացնի վարպետին, միաժամանակ իր վիշտը պայմանավորված իր մտերիմի կորստյան հետ կապում է Համոսայանի մեծերից այնքան բան եմ փորձել սովորել, թե որքանով է հաջողվել, դժվարանում եմ ասել, բայց որ իրենցից եւ ոչ ոք, իրենց կենթանության օրոք չհրաժարվեցին իմ ընկերությունից, իմ բարեկամությունից, ասեմ ավելին, մեր տանը մշտական հյուրեր էին եւ մշտական հյուրեր լինելով հանդերձ իրենք տեսնում էին իմ ընտանիքի ջերմությունը իրենց նկատմամբ ոչ շինծու, ոչ արհեստական, անակնկալ էին գալիս մեր տուն, նրանք ասում էին արդեն քո կնոջ
Անուշիկի ժպիտը, երեխաների ժպիտը տեսնելով մենք հասկանում ենք, որ դուք հարազատներն եք մեր։ Ինչևէ, ընկա հիշողությունների գիրք